բոլոր հիմնավորումները բերվել են, որ կառավարության ծրագրով այն թիրախը, որը սահմանված է, ըստ էության մենք շարժվում ենք դեպի այդ թիրախը եւ ընդդիմության կողմից ներկայացված նախագիծը դա նույն թիրախին հասնելու փորձ է, պարզապես օրենքի օրենսդրական կարգավորմամբ մենք նշել ենք, որ մենք մեր հանձնառության տերն ենք եւ շարժվում ենք այդ ուղղությամբ, քանի որ հարցը նաեւ որոշակի էմոցիոնալ կողմ ունի եւ մեր ընդդիմությունը փորձում էր երեք եւս շահարկումներ անել, թե իբր քաղաքացիական պայմանագիրը դեմ է թոշակների ավելացմանը, ես հերթական անգամ ուզում եմ նշել, որ 2018 թվականից մինչ այսօր մեր կառավարությունը ըստ էության Հայաստանում նվազագույն թոշակները ավելացրել է տարեկան $380 միլիոն չափով, հավելյալ $380 միլիոն չափով եւ այն թիրախը, որ մենք ունենք կառավարության ծրագրով, մենք շարժվում ենք այդ թիրախի ուղղությամբ եւ ընդդիմության ներկայացրած այս նախագիծը ինքնանպատակ է Հետևաբար մենք հավատարիմ ենք մնում գլխադասային հանձնաժողովի ներկայացրած դիրքորոշմանը եւ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը դեմ է քվեարկելու այս նախագծին։